Ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Միքայել Զոլյանին, բարև Միքայել։ Ողջույն։ Միքայել, Հայաստանի անվտանգության խորհուրդը քննարկել է օրակարգային եւ ռազմավարական հարցեր։ Այսպիսի լուրջ վերնագիր, ինչ գիտես, ինչի մասին է խոսքը։ Դե միանգամից ասեմ, որ ինչ-որ ինսայդների չեմ տիրապետում եւ ընդհանրապես թերահավատ եմ վերաբերվում այդ ինսայդների գաղափարին։ Ենթադրում եմ, որ մի քանի խնդիր կարող է քննարկման առարկա եղածինի, նախ այս քննարկումները սահմանադրության փոփոխության վերաբերյալ, որոնք երևի տեղյակ եք դրանց, արդեն շատ է խոսում դրա մասին։ Երկրորդը գիտեք, որ ֆևրվարի 7-ին Ադրբեջանում այսպես կոչված ընտրություններ են տեղի ունենալու եւ ամեն դեպքում անվտանգային միջավայրի հետ կապված ինչ-որ հարցեր կարող են լինել եւ ավելի եթե ռազմավարական տեսակետից նայենք, իհարկե բազմաթիվ խնդիրներ կան այսօր, որոնք ոչ միտեղ չեն կորել, սկսած ադրբեջանական հարաբերություններից, վերջացրած Ռուսաստանի հետ եղած խնդիրներով, Այնպես որ կարծում եմ քննարկման նյութ շատ կա, թե կոնկրետ, եթե ինչ-որ կոնկրետ քայլեր են քննարկվել, որոնք այս իմ ասացի մեջ չեն տեղավորվում, ապա կարծում եմ մոտակա օրերին կիմանանք, բայց ես կարծում եմ, որ սա ավելի շատ հերթական նիստ էր, ոչ թե ինչ-որ արտահերթ իրավիճակ։ Հետաքրքիր է, չէ՞, որ Ռուսաստանի հետ հիմնականում խնդիրների մասին խոսում են փորձագիտական դաշտում, կառավարությունը երբեմն անդրադառնում է զենքի չմատակարարման թեմային, այն էլ լրագրողների հարցերից հետո տպավորություն է, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները շատ հարթ են։ Դե ես չէի ասի, որ հարթը լավ բառ է, ասենք կարող է լինել հարթ, բայց ասած ցածր մակարդակի։ Ինձ թվում է հիմա հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ նոր իրավիճակ է հաստատվել, որը կայունացել է ինչ-որ տեղ, այսինքն արդեն հարաբերությունները այն մակարդակի չեն, ինչ-որ կար, եւ հիմա ոնց որ կողմերը արդեն սովորել են, որ այսպես պիտի լինի, որոշակի նորմալացում է տեղի ունեցել։ Մյուս կողմից երկու կողմն էլ հասկանում են, որ այսպես դժվար թե մնա, բայց նաև շտապելու պատճառ չունեն, Հայաստանը շտապելու պատճառ չունի, որովհետև բազմաթիվ անվտանգային մարտահրավերներ կան եւ դրան գումարել նաև հիմա Ռուսաստանի հետ սրել հարաբերությունները Հայաստանի շահերից չի բխում։ Ռուսաստանն էլ ենթադրում եմ, որ շատ լավ հասկանում ենք, որ ուրեմն Ռուսաստանի համար իր, այսպես ասած, նվաճողական պլանները Ուկրաինայում նախապատվություն են եւ Ռուսաստանը հիմա եւ ինչպես եւ վերջին տարիներին հիմնականում դրանցով է զբաղված եւ այս իմաստով Հայաստանը օգտվում է, այսպես ասած, այս անդորից համեմատական, բայց իհարկե պարզա որ այսպես երկար շարունակվել չի կարող, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես ես բազմիցս դրա մասին խոսել եմ, դրանք դաշնակցային հարաբերություններ չեն եւ չեն եղել, դրանք հետգաղութային կամ նեոգաղութային հարաբերություններ են եւ կամ Հայաստանը ազատվելու է դրանցից, կամ Ռուսաստանը վերականգնելու է իր այդ գաղութային տիրապետությունը Հայաստանում, հույս ունեմ, որ առաջինը սցենարը տեղի կունենա։ Դες Ռոմի ստատուտը վավերացնելով կարծես թե մի թեթև բարձիկ անվտանգության, Հայաստանը ստեղծեց Ռուսաստանի հետ հարաբերություններում, սկզբից շատ էին բողոքում ռուսները, հետո ինչպես պետք է որ լիներ, նրանք հանգիստ նստեցին տեղները, հասկանալով, որ իրենց քայլերը կարող են նաև իրենց դեմ ուղղված լինել։ Կա այդ ընկալումը, որ Ռոմի ստատուտի ընդունումը նույնպես Ռուսաստանին զգաստացնում է։ Դե ես կարծում եմ առանձին վերցած Ռոմի ստատուտը գուցե այդքան էական դեր չի խաղում, բայց մնացած քայլերի համատեքստում իհարկե դա քայլերից մեկն է։ Վերջին կես տարվա ընթացքում կարծում եմ բավական այսպես լուրջ շարժ տեղի ունեցավ։ Իհարկե դեռ այդ շարժը պետքա ինչ-որ փաստաթղթերով ամրապնդվի, որը ցավոք սրտի դեռ չենք տեսնում, բայց ամեն դեպքում Հայաստանը հիմա չի ընկալվում որպես ռուսական, այսպես ասած, դաշտի խաղացող, Եթե համեմատելու լինենք, ինչ որտեղ Հայաստանը ոնց որ կլինի Հունգարիան կամ Թուրքիան, բայց հակառակ կողմում, Այսօր մենք տեսնում ենք, որ Հունգարիան եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ են, Հունգարիան նաեւ Եվրամիության անդամ է, բայց խաղում են, այսպես ասած, Պուտինի խաղը։ Հայաստանը հակառակը Եվրասիական տնտեսական միության անդամ է,
ՀԱՊԿ-ի անդամ է դեռևս մնում ձևական առումով, բայց չի խաղում Պուտինի խաղը եւ ընդհակառակը արևմուտքի հետ է զարգացնում իր հարաբերությունները։ Այնպես որ ես կարծում եմ այս իրավիճակը նաեւ բավական բնորոշ է այն process-ների համար, որոնք այսօր աշխարհում տեղի են ունենում, հա, որովհետեւ միշտ երբ որ աշխարհում տեղի է ունենում այս վերախմբավորման process, երբ որ երկրների, չեմ, դաշինքները վերանում են, նոր դաշինքներ են ստեղծում, կոնֆլիկտներ են տեղի ունենում, միշտ այդպիսի երևույթներ են տեղի ունենում եւ կարծում եմ, որ սրա տրամաբանական ավարտը այն կլինի, որ Հայաստանը դուրս կգա այդ կառույցներից եւ նաեւ ֆորմալ առումով իր ճակատագիրը կկապի արևմտյան կառույցների հետ, թե ինչ ձևաչափով դա տեղի կունենա առայժմ դժվար է ասել, բայց բարձր որ գոնե Հայաստանի հանրության մի զգալի մասը իր ապագան տեսնում է արևմուտքում, իսկ ես կասեի Հայաստանի հանրության գերակշիռ մասը իր ապագան չի տեսնում Ռուսաստանում։ Բայց միևնույն ժամանակ իհարկե մենք պետք է հաշվի առնենք, որ այս տարին ընդհանրապես շատ անկայուն տարի է լինելու, առաջի հերթին իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրություններն են, բայց նաև ընտրություններ են սպասվում շատ տարբեր տեղեր, Մեծ Բրիտանիայում, Եվրամիությունում, ասենք Ռուսաստանում ի վերջո, եւ այս բոլոր գործընթացներին միանում է ասենք մերձավոր արևելքում պատերազմը, Ուկրաինայում պատերազմը շարունակվում է եւ բարձրավոր պատերազմում ամեն ինչ հնարավոր է եւ այստեղ իհարկե Հայաստանը փորձում է զգուշ լինել, որովհետեւ պարզապես կարող է այնպիսի իրավիճակ առաջանալ, երբ արևմուտքը զբաղված լինի այլ հարցերով եւ Հայաստանը միայնակ մնա ինչ-որ մարտահրավերների առջեւ։ Դրա համար Հայաստանը չի շտապում, ասենք, դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, չի շտապում ֆորմալ առումով դուրս գալ ՀԱՊԿ-ից, չնայած դե ֆակտո արդեն կարելի ասել, որ Հայաստանը դուրս է եկել, բացի դրանից օրինակ փորձագիտական շրջանակներում շատ է խոսում, որ պետքա ոչ թե խոսել Ռուսաստանից հեռանալու մասին, այլ պետք է գործ անել։ Եվ կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ չափով սա հաշվի են առել եւ հույս ունեմ, որ հենց դա է տեղի ունենում, որ հայտարարություններ արվեցին մի քանի ամիս առաջ, արդեն այդ դիրքորոշումը արտահայտվել է, նույն բանը կրկնվելու կարիքը չկա, բայց որոշ գործընթացներ են ընթանում, որոնք պետք է թույլատնեն Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում։ Թե ինչ աստիճանի արդյունավետ կլինեն այդ գործընթացները, իհարկե դժվար է ասել եւ մենք արդյունքներով կդատենք, ինչպես միշտ կա խնդիր Հայաստանում, որ լավ ծրագրերը միշտ չի որ լավ իրագործվում են, բայց ամեն դեպքում կարծում եմ ինչ-որ զարգացումներ կան։ Միքայել, շատ հետաքրքիր ռակուրսից ներկայացրեցիք Հայաստանի դիրքորոշումը Պուտինյան կառույցներում, ինձ թվում է նման դիրքորոշումը բավականին հետաքրքիր կլինի քննարկել նաև մեր ուկրաինական փորձագետների հետ, որովհետև շատերի մոտ Հայաստանի կեցվածքի, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին անպատասխան հարցերը շատ են, այսպես ասեմ, բայց ինչպես միշտ շատ ճիշտ նշեցիր, որ Ամերիկայի զբաղվածությունը ընտրություններով կարծես թե տեղափոխում են, հա, կոլեկտիվ արևմուտքի շահերի պաշտպանման աշխարհագրությունը եւ հիմա Եվրոպայի միությունն է լինելու, այս տարին հաստատ Եվրոպայի միության ուսերին է լինելու եւ մի քանի որոշումներ տեսանք Եվրոպայի միության կողմից, որ իրենք պատրաստ են մարտահրավերը ընդունելու եւ ինչ որ ժամանակ օգնել ամերիկյան վարչակազմին, որպեսզի իր ներքին հարցերը լուծի։ Այս ֆոնի վրա մենք ունենք գրեթե իդենտիկ խնդիրներ, հա, ինչ որ Հայաստանը, այնպես էլ Ուկրաինան, երկուսն էլ անվտանգության նոր ճարտարապետության կարիք ունեն։ Ուկրաինան փորձում է եւ մարտի դաշտում, եւ քաղաքական մարտի դաշտում նոր տարբերակներ, այսինքն ակնհայտ է, քանի որ կան Հունգարիա, Թուրքիա, ՆԱՏՕ-ում, ՆԱՏՕ-ի անդամ դառնալը այդքան էլ հեշտ չի լինի, նույնիսկ Շվեդիայի, Ֆինլանդիայի համար է խնդիր, իսկ ասենք Ուկրաինայի համար հատկապես, որովհետև Ուկրաինան նաև մեծ երկիր է, կան մարդիկ, որ զգուշանում են նաև Ուկրաինայի հզորանալուց, եւ Ուկրաինան ստեղծում է նոր այն ինչ որ հնարավոր է, այսինքն լայնածավալ պատերազմից առաջ էր այդ աշխատանքը տարվում, հիմա ավելի մեծ թափով է տարվում, այսինքն ստեղծվում էին երկկողմ ալյանսներ, հիմա երկկողմ ալյանսներից անցել է Ուկրաինան այդ պաշտպանական պայմանագրերին, հա, որը որ կնքվեց Մեծ Բրիտանիայի հետ, հիմա պատրաստվում է Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ, արդյոք այս ճանապարհը, քանի որ արդեն փորձված է, նաեւ Հայաստանի համար
տարբերակ չի կարող դառնալ, որովհետև դու ինքդ ասացիր, որ ՀԱՊԿ-ից եւ ռուսական այլ կառույցներից միևնույնն է Հայաստանը պետք է դուրս գա, եւ Ուկրաինայի փորձը ինչքանով այս առումով կարող է Հայաստանի համար կարևոր լինել եւ ինչպես է տեսնում հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը։ Մենք մի շարք հայտարարություններ Կիևից լսեցինք, որ եվրոպական հարթակում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ կամք կա։ Օրինակ պատասխան չլսեցինք Երևանից։ Ինչ ես կարծում, ինչպիսին է իրավիճակը, ինչպիսին է օֆիցիալ Երևանի կեցվածքը։ Դե փաստորեն երկու հարց կար այս հարցի մեջ, սկսեմ երկրորդ հարցից, Ուկրաինայի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ, դե այդ առումով էլ մենք վերջին երևի 1-1.5 տարվա ընթացքում տեսանք տարբերվող զարգացումներ, հա, եւ Հայաստանի քվեարկությունների առումով, օրինակ միջազգային մարմիններում եւ հանդիպումների առումով, հա, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների եւ հումանիտար օգնության, բայց այստեղ էլ պարզա որ էլի որոշակի դինամիկա կա, որը չի կարող շատ ավելի արագ լինել, հա, այսինքն հասկանալի է, որ Ռուսաստանը ընդհանրապես ցանկացած երկրի հարաբերությունները Ուկրաինայի հետ ընկալում է որպես անմիջական հակառուսական քայլ եւ արդեն Հայաստանը որ այս ճանապարհը անցել է, սա եւս արդեն բավականին շատ բանի մասին է խոսում, բայց նաեւ երևի շտապելու կարիք չկա այստեղ, առավել եւս որ Ուկրաինան էլ այսօր իր գործերով է զբաղված եւ այստեղ շատ հետաքրքիր է որ ես կարծում եմ որ մենք շուտով ականատես կլինենք նաեւ հակառակ դինամիկայի մի կողմից հայ-ուկրաինական հարաբերությունները, մյուս կողմից ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունները, հա, ինչքան նախկինում Ադրբեջանը փորձում էր ներկայանալ իբրև Ուկրաինայի դաշնակիցը, որ Ռուսաստանի դեմ ուրեմն աջակցում է եւ այլն, հիմա ես կարծում եմ գնալով Ադրբեջանը գնում է ավելի ռուսական ճամբար եւ ավելի, այսպես ասած, հայտնվում է այդ ճամբարում եւ հակառակը Հայաստանը ազատվում է Ռուսաստանի ազդեցությունից եւ այստեղ իհարկե շատ մեծ հեռանկարներ կան, բայց այդ հեռանկարները երևի ժամանակապետք որ եւ Հայաստանի եւ Ուկրաինայի իշխանությունները, քաղաքական էլիտաները գիտակցեն, որովհետեւ ցավոք սրտի որոշակի իներցիա կա։ Նախորդ տարիներին հա կար այդ ընկալումը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է եւ ուկրաինական օրինակ հանրային կարծիքի մեջ որոշակի վերապահումներ կային, քաղաքական էլիտաները որոշակի վերապահումներ ունեին, Հայաստանում հանրային կարծիքը որոշակի վերապահումներ ուներ, որը նաեւ ռուսական քարոզչության արդյունք էր, հա, բոլորս հիշում ենք այդ սպիտակ ֆոսֆորի պատմությունը, որը Ռուսաստանն էր փաստորեն ինչքան հասկանալի, որ սոր ստացվում է, որ Ռուսաստանն էր վաճառել Ադրբեջանին, բայց փորձեցին դա Ուկրաինայի վրա բարձել եւ այլն եւ այլն։ Եվ այս ամենը պետք է հաղթահարվի, իսկ ցավոք սրտի եւ Հայաստանը եւ Ուկրաինան այսօր բազմաթիվ լուրջ մարտահրավերներ ունեն եւ ուղղակի ռեսուրսը, ժամանակը մարդիկ չեն հերիքում, որ նաեւ այս հարցով զբաղվեն։ Իհարկե սա պետք է կարծում եմ, որ դառնա նախապատվություն, որովհետեւ արդեն կան որոշակի նաև ռազմավարական, այսպես ասած, սցենարներ, թե ոնց կարող է ստեղծվել ինչ-որ մի նոր միավորում Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, Լեհաստան, Մոլդովա, այսինքն երկրները, որոնք արևմուտքից, այսպես ասած, շրջապատում են Ռուսաստանը եւ միմյանց միջև համագործակցությունը արևելյան գործընկերություն երկրներ պլյուս Լեհաստան կարող է որոշակի հեռանկար ունենալ, որոշ փորձագիտական շրջանակներում դա քննարկվում է, իհարկե դեռ քաղաքական պետական շրջանակներում դրա մասին խոսք չկա կարծես թե, բայց ամեն դեպքում նրանց սցենարները լավ է որ քննարկվում են։ Ես կարծում եմ, որ իհարկե նոր փուլ կբացվի, երբ որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը իջնի, եթե ասենք զինադադար լինի, եթե աստված տա, որ ամեն ինչը ավարտվի այնպես, ինչպես մենք բոլորս ուզում ենք, որ դա ավարտվի, բայց պարզա, որ իհարկե այս ամեն ինչը դեռ ժամանակ կտանի եւ հեռանկարում ես կարծում եմ, որ իհարկե հայ-ուկրաինական հարաբերությունները պետք է որ լավ ապագա ունենան, որովհետեւ ի վերջո մենք երկու երկրներն են տարբեր ձևով, բայց ռուսական կայսերապաշտության զոհը դարձան, ռուսական գաղութատիրությունից դուրեցին եւ այս իմաստով մենք կարող ենք ընդհանուր լեզու գտնել։ Նաեւ այս իմաստով երկու Ուկրաինայի փորձը մեծ հետաքրքիր է մի քանի առումներով Հայաստանի համար, նախ խորհրդային բանակի արդիականացման առումով, հա, ի վերջո հետ խորհրդային բանակ էր, որը խորհրդային ավանդույթների վրա էր հիմնված եւ
2014 թվականին տեսանք, որ լուրջ խնդիրներ կային ուկրաինական բանակում, եւ մի քանի տարվա ընթացքում ըստ էության ուկրաինական բանակը արդիականացվեց այն աստիճանի, որ ուրեմն կարողացավ ռուսական բանակի հանդեպ հաղթանակներ տանել։ Իհարկե այնտեղ դեռ այդ գործընթացը շարունակվում է եւ դեռ խնդիրներ կան, բայց ամեն դեպքում սա օրինակը իհարկե Հայաստանի համար շատ ուսանելի է եւ հույս ունեմ, որ ապագայում ինչ-որ համագործակցություն կլինի նաեւ այդ ուղղությամբ։ Եվ մյուս կողմից իհարկե այդ երկկողմանի պայմանագրերի փորձը եւս Հայաստանի համար շատ հետաքրքիր է, որովհետեւ շատ ճիշտ նշեցիր, հա, ՆԱՏՕ-ում կա Թուրքիա, կա Հունգարիա, որը Ուկրաինայի պարագայում խնդիր կստեղծի, Հայաստանի պարագայում առավել եւս խնդիր կստեղծի։ Դրա համար իհարկե մենք պետք է նայենք, թե ինչպես է զարգանում Ուկրաինայի փորձը երկկողմանի պայմանագրերի եւ սա Հայաստանի համար կարծում եմ կարող է դառնալ ամենա արդյունավետ ձևը անվտանգությունը ապահովելու։ Այլ պատճառներ էլ կան, հա, օրինակ ի վերջո Իրանի հետ մեր հարաբերությունները շատ կարեւոր են եւ օրինակ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրումը Իրանի տեսակետից կարող է խնդրահարույց լինել, հա, մինչդեռ օրինակ Ֆրանսիայի հետ կամ մեկ այլ արևմտյան երկրի հետ երկկողմանի պայմանագիրը կարող է Իրանի համար միանգամայն ընդունելի լինել։ Այնպես որ այստեղ այս պահին իհարկե ես չէի ասի, որ շատ բան տես կարելի է հպարտանալու շատ բան կա այս առումով հայ-ուկրաինական հարաբերություններում, այսօր դեռևս չեն կարող տես մեծ նվաճումների մասին խոսել, բայց կարծում եմ, որ կա որոշակի հեռանկար եւ ժամանակի ընթացքում մենք գնալով ավելի կբացահայտենք մեր շահերի ընդհանրությունը։ Իսկ ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հատկապես, դա շատ բնական է, որովհետեւ մինչեւ հիմա Թուրքիան իրեն դիրքավորում էր որպես ՆԱՏՕ-ի երկրորդ բանակ, հա, ՆԱՏՕ-ի ԱՄՆ-ից հետո ամենահզոր ռազմական առումով տերություն եւ այլն։ Եվ եթե Ուկրաինան մտնի ՆԱՏՕ, հատկապես եթե դա տեղի ունենա Ռուսաստանի հանդեպ հաղթանակից հետո, արդեն մեծ հարց է, թե ով է ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենահզոր բանակը, հա, եւ այստեղ նաեւ Սև ծովում Սևծովյան տարածաշրջանում Ուկրաինան բնականաբար կդառնա ամենաազդեցիկ պետությունը եւ այս իմաստով իհարկե Թուրքիայի հետ մրցակցության մեջ կմտնի։ Այնպես որ այստեղ իհարկե այո Թուրքիան շահագրգռված չի, որպեսզի Ուկրաինան հզորանա եւ շահագրգռված չի, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ում կամ ընդհանուր առմամբ արևմտյան ճամբարում առաջատար դիրքեր գրավի, հա, այնպես որ այս առումով Ուկրաինայի եւ Թուրքիայի շահերը եւս կարող են իրար հակասել եւ սա եւս մի գործոն է, որտեղ կարելի է հայ-ուկրաինական հարաբերությունները համադրել եւ Հայաստանի եւ Ուկրաինայի շահերը համադրել։ Այս վերջին 6 ամսվա ընթացքում տեսնում ենք հետաքրքիր զարգացումներ հայ-ուկրաինական ուղղությամբ, տեսնում ենք հումանիտար օգնության արդեն երկրորդ խմբականակի ուղարկումը Ուկրաինա-Հայաստանի կողմից, տեսնում ենք Հայաստանի մասնակցությունը Զելենսկու խաղաղության ֆորմուլայի նիստերին, որը որ չափազանց կարևոր է եւ ճիշտ ասած մեծ ինտրիգայով սպասում ենք Հայաստանի մասնակցությանը Ղրիմի պլատֆորմին, սա կլինի գլուխգործոցը, հա, եթե կարելի այդպես ասել, ամենագլխավոր իրադարձությունը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման եւ Հայաստանի վերջնականապես իր բնական դաշնակիցների շարքում դիրքավորվելը, որովհետեւ Հայաստանի գրեթե բոլոր դաշնակիցները կան Ղրիմի պլատֆորմում, այնտեղ ճիշտ է կա նաև Թուրքիան, որովհետև ունի շատ մեծ հետաքրքրություն եւ Հայաստանի աթոռը երբ որ լիիրավ կզբաղեցնեն օֆիցիալ Երևանը, այն ժամանակ արդեն միջազգային ընկալումներում լուրջ բեկում կլինի Հայաստանի ուղղությամբ եւ մարդիկ վերջնականապես կսկսեն արդեն ավելի ճիշտ ընկալել, եթե հիմա որոշ կասկածներ կան, քանի որ Հայաստանը ֆորմալ դեռ մնում է ՀԱՊԿ-ի անդամ, այն ժամանակ արդեն կարծես թե ամեն ինչ իր տեղը կընկնի, բայց օրեգա բարին հետը մենք տեսնում ենք, որ Թուրքիան դեռ շարունակում է Ռուսաստանի հետ խաղեր տալը այն ֆոնի վրա, երբ որ Ուկրաինան արդեն ազատագրել է իր ծովային երթուղին եւ նավահանգիստները ապաշրջափակել է, Էրդողանը պատրաստվում է Պուտինի հետ հին թեմա քննարկել ցորենի միջանցք, որի կարիքը Ուկրաինան այլևս չունի, Ուկրաինան ինքն իր ուժերով է ստեղծել։ Սա ինչի մասին է խոսում, սա հենց հաստատում է քո ասածը, որ մրցակցությունը արդեն հիմիկվանից կա եւ Թուրքիան փորձում է իր դիրքերը որոշել եւ այդ եղած դիրքերում ամրապնդվել։ Ինչ կուզենայի քեզ հարցնեի Հայաստանի շուրջ կատարվողի օֆիցիալ Երևանի վերաբերմունքը, հա, հետևելով լրահոսին, ճիշտ ասած չեմ տեսնում այն
հագեցածությունը, որը որ պետք է որ լիներ այն իրադարձությունների հանդեպ, այն թեմաների շուրջ, որը որ կատարվում է տարածաշրջանում, նկատի ունեմ Թուրքիան, Իրաքը, Սիրիան, Իրանը, Իսրայելը, Հորդանանի հարվածները, Ամերիկայի պատասխանը Հորդանանում իր բազայի ռմբակոծմանը, այս թեմաները կարծես եթե կամ չեն լուսաբանվում, կամ չեն խոսվում այդ թեմաներով, կամ շատ քիչ են խոսվում։ Սա ինչի հետևանք է, արդյոք ճիշտ չեն գնահատում մարտահրավերները, որտեվ եթե ասենք հայաստանյան խոսույթը լսես, կամ սահմանադրությունից են խոսում եւ դա կապում Ադրբեջանի հետ, կամ ադրբեջանական օրակարգերի քննարկում է, կարծես թե աշխարհում ուրիշ հարցեր չկան։ Իրականում այս մի առանձին մեծ թեմա է, որը Հայաստանի եւ լրատվական դաշտի որակի մասին է եւ Հայաստանի փորձագիտական դաշտի որակի մասին է եւ նույնիսկ ավելի խորքային կրթության որակի մասն է եւ դպրոցական կրթության եւ բարձրագույն կրթության, հա, խնդիրը նա է, որ ընդհանրապես ինտելեկտուալ առումով հայ հասարակությունը շատ մեկուսացված է, այսինքն եւ դա երևի դրա արմատները տանում են դեպի դպրոց, որտեղ կա առանձին հայոց պատմություն ու կա առանձին համաշխարհային պատմություն, այնպիսի տպավորություն է, որ ուրեմն իրար հետ կապ չունեն, որ Հայաստանն է ինչ-որ առանձին մոլորակում է գտնվում, հա, եւ այդ համաշխարհային գործընթացները ինչ-որ լրիվ ուրիշ տեղ են տեղի ունենում եւ հետո այդ մտայնությունը մնում է, մարդիկ այդ նույն մտայնությամբ գնում են, ընդունում են համալսարաններ, ավարտում են, դիպլոմ են ստանում, դառնում են, չգիտեմ, քաղաքագետ, պատմաբան, լրագրող, քաղաքական գործիչ եւ շարունակում են էլի այդ նույն մտայնությամբ առաջնորդվել, որը ցավոք սրտի մեզ շատ է վնասում եւ մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան քննարկումները շատ նախ անձնականացված են, ասենք, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը ինչ ասեց, ինչ արեց, մեղավոր չի, չգիտեմ, եւ այլն, այսինքն համաշխարհային տրենդերը մենք հաճախ չենք նկատում, տարածաշրջանային տրենդերը չենք նկատում, եւ դա խնդիր է, ես կարծում եմ, որ ուղղակի պետք է, չգիտեմ, լրագրողները, վերլուծաբանները, քաղաքագետները փորձեն այս բացերը լրացնել, գուցե ավելի շատ պետք է անենք, ասենք մենք էլ ավելի շատ պետք է անենք, գուցե պետք է ինչ-որ օրինակ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, պետությունը պետք է ուղղակի սրան ուշադրություն դարձնի, հա, որովհետև սա լուրջ խնդիր է եւ սա ազդում է նաեւ քաղաքական գործընթացի որակի վրա, որովհետև մարդիկ վեր են կենում, ինչ-որ բաներ են ասում, որոնք ցույց են տալիս, որ ասենք ուղղակի այդ մարդը տեղյակ չի ոչ տարածաշրջանում ինչ է կատարվում, ոչ աշխարհում ինչ է կատարվում եւ հետո հավակնում է, ասենք, քաղաքական առաջնորդի դեր ստանձնել կամ, չգիտեմ, ներկայացված լինել իշխանության մարմիններում եւ այլն։ Իսկ այդ գործընթացները իհարկե շատ լուրջ են եւ այստեղ մերձավոր արևելքի իրավիճակը բավական լարված է եւ Հայաստանի համար դա շատ մտահոգիչ է, որովհետեւ ընդհանրապես Հայաստանի հարցում արևմուտքի եւ Իրանի շահերը համընկնում են։ Բայց այդ կոնֆլիկտը, որը կա այսօր Իրանի եւ արևմուտքի միջեւ, եթե դա խորանա, կարող է նաեւ ազդել Հայաստանի խնդրի վրա, որ կարող են այդ համընկնումը, որը այսօր կա, կարող է եւ չլինել, հա, կամ կարող է այնքան այդ կոնֆլիկտը խորանա, որ արդեն էական չլինի Հայաստանի հարցում շահերը համընկնում են, թե չէ։ Դրա համար ամեն դեպքում մենք պետք է հետևենք, առայժմ կարծես թե այդ կոնֆլիկտը կառավարվում է, հա, այսինքն եւ ԱՄՆ-ն եւ Իրանը նրանք ինչ-որ հարվածներ են հասնում, բայց աշխատում են որոշակի սահմաններ չանցնել, հա, օրինակ ես վերլուծությունները, որ ես կարդացել եմ, նրա մասն էր, որ Հորդանանում այդ հարվածը իրականում ինչ-որ չափով պատահականության արդյունք էր, այսինքն նման հարվածներ շատ են լինում, բայց սովորաբար զոհեր չեն լինում, բայց այս կոնկրետ այս վերջի դեպքի ժամանակ ամերիկացի զինվորները այդ դրոնը, հա, այդ ուրեմն որ տեսել էին, մտածել են, որ դա իրենցն է եւ դրանով է բացատրվում, որ զոհեր եղան։ Ամեն դեպքում սա իհարկե վտանգավոր իրավիճակ է, որտեղ եթե զոհեր են լինում, այնտեղ ուրեմն Ամերիկան պետք է պատասխանի, հետո Իրանը պետք է պատասխանի եւ սա որոշակի էսկալացիայի տրամաբանություն է ենթադրում, որը առայժմ, ինչպես ասացի, վերահսկվող է, բայց իհարկե չգիտենք ինչ կլինի։ Առայժմ երկու կողմերն էլ կարծես շահագրգռված չեն, որ կոնֆլիկտը սրվի, ինչը մեզ համար իհարկե շատ լավ է, բայց իհարկե պետք է հետևել
այս ամենին։ Դու արդեն մասամբ պատասխանեցիր այդ հարցին, ուզում եք ես հարցնեի ինչ մեխանիզմներ է ստեղծում Հայաստանի կառավարությունը, օրինակ Ադրբեջանի ոչ իրավական պրետենզիաների դեմն առնելու համար արդյոք դիմում է համապատասխան միջազգային կազմակերպություններին կամ գործընկերների հետ քննարկում դա։ Մենք գիտենք, որ նույն Ուկրաինայի օրինակը բերեմ, միշտ հանրայնացվում է եւ միջազգայնացվում է ցանկացած պրետենզիա նույն Ռուսաստանի կողմից։ Հայաստանը այդ քայլին դիմում է, թե ոչ, եթե չի դիմում, ինչու։ Դե ես կարծում եմ սա պետք է կոնկրետ ինչ-որ իրադարձությունների մասին խոսենք, հա, եթե հիշում եք, ասենք, երբ որ շրջափակումներ Արցախի, Հայաստանը դիմեց դատարան, հետո ուրեմն այլ քայլեր արվեցին, բայց իհարկե ընդհանուր առմամբ այսօր իրավիճակը մի քիչ այնպեսին է, որ համեմատաբար ինչ-որ հանգիստ իրավիճակ է եւ այստեղ կարծում եմ, որ մինչեւ հստակ կամ այս կողմ կամ այն կողմ չգնա, նաեւ նոր ինչ-որ այդպիսի քայլեր ձեռնարկել է, գուցե սխալ կլինեն, այսինքն Հայաստանը որոշակի պոտենցիալ քայլեր, ինչքան ես եմ հասկանում, պահում է որպես լծակ, որ եթե Ադրբեջանը ինչ-որ ագրեսիվ քայլերի դիմի, այդ ժամանակ Հայաստանը ուրեմն իր հերթին կփորձի միջազգային հարթակներում այդ հարցերը բարձրացնել։ Նաև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ինքնուրույն առանց թեկուզ Հայաստանի ակտիվ մասնակցության ինքն իրեն է մեկուսացնում եւ տեսանք, որ Եվրոպայի խորհրդում լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանը եւ մի կողմից իհարկե սա կարող ենք ասել, որ լավ է մեզ համար, որ Արևմուտք-Ադրբեջան հարաբերություններում կա խնդիր եւ Ադրբեջանը մեկուսանում է, բայց մյուս կողմից դա նաեւ բացասական է, որովհետեւ մենք լծակներից ենք զրկվում, հա, այսինքն դες բոլորը, ասենք չեմ, Ադրբեջանի ներկայությունը Եվրոպայի խորհրդում, այլ միջազգային կազմակերպություններում դա մի գործոն է, մի լծակ է, որը Ադրբեջանի պահվածքը դարձնում է ավելի կանխատեսելի, հա, եթե Ադրբեջանը ընդհանրապես բոլոր միջազգային կազմակերպություններից դուրս գա, բոլոր արևմտյան պետությունների հետ կոնֆլիկտի մեջ լինի, ապա Ադրբեջանի գործողությունները կդառնան էլ ավելի կանխատեսելի, անկանխատեսելի, ներողություն, այնպես որ դա էլ երևի մեզ ձեռնտու չի գոնե այն իրավիճակում, որը այսօր կա, երբ որ ռազմաքաղաքական բալանսը մեր օգտին չի, հա, այսինքն մեզ պետք են ինչ-որ բաներ, որոնք կզսպեն Ադրբեջանին եւ այստեղ միշտ չի, որ հանրային ինչ-որ ելույթները, հանրային դիմումները օգտակար են, այսինքն գուցե որոշ հարցերում ավելի, այսպես կաբինետային դիվանագիտությունը ավելի արդյունավետ է։ Եվ իհարկե նաև կա այն գործոնը, որ ուղղակի Հայաստանի պետությունը միշտ չի, որ արդյունավետ է գործում միջին եւ ստորին օղակներում, դեպի վերին օղակներում, այսինքն միշտ չի, որ այն ծրագիրը, այն օրակարգը, այն ստրատեգիական, հա, ռազմավարական, այն տեսլականը, որը վերևում ասած ձևավորվում է, միշտ չի, որ հետո ինքը իրականացվում է կամ հասնում է բոլոր դեսպանատներին, բոլոր աշխատողներին եւ այլն։ Այնպես որ սա էլ է խնդիր, իհարկե, եւ ցավոք սրտի այդ մի օրում լուծվող խնդիր չի եւ դեռևս իհարկե չի կարելի ասել, որ այդտեղ Հայաստանը ինչ-որ իդեալական վիճակում է գտնվում։ Հա, կոնկրետ նկատի ունեի Ադրբեջանի նոր այդ հավակնությունները Հայաստանի սահմանադրության առումով, այդ քարտեզների տրամադրման պահանջը Հայաստանում ինչ հանքեր կան, այսինքն նրանք իրենց համար շատ կարևոր ինֆորմացիա են պահանջում, որի պահանջելու իրավունքը չունեն։ Նույնը սահմանադրության փոփոխության մասին է խոսքը, երբ որ նրանք պահանջներ են ներկայացնում, եւ եթե Հայաստանը այլ իրավիճակում իր ներքին խնդիրները սահմանադրության հետ լուծելու պետք է քայլեր աներ, հիմա պետք է ուշադրություն դարձնի նաեւ նրան, որ այդ ամենը կապվում է Ադրբեջանի հետ եւ այդպիսի մի շարք փաստեր, հա, որ անընդհատ ինչ որ ոչ իրավական պահանջներ են ներկայացվում, այդ ոչ իրավական պահանջները մենք տեսել ենք, որ ես ասացի, որ Ուկրաինան միջազգայնացնում է, հանրայնացնում է եւ դրանով զսպվում է, այսինքն միջազգային հանրության վերաբերմունք է ստեղծվում, թեկուզ հայտարարությունների ձևով, թեկուզ նարատիվների ձևով, բայց նաեւ զսպող մեխանիզմ է։ Որոշ քայլեր իհարկե կան, մենք տեսանք այդ բլոկադայի հետ կապված իրոք շատ լավ էր կազմակերպված ամեն ինչ, կարելի է ասել գերազանց, որի հետևանքն էր նաև ԵԽԽՎ-ի իրադարձությունները։ Դա կա բյուրոկրատիա միջազգային ատյաններում, բայց միևնույն է, եթե քայլեր անում ես, ժամանակը չես կորցնում,
դրա ասենք պատուղները լինում են անպայման։ Ինչ պետք է արվի, օրինակ, ես գիտեմ, որ էքսպերտային հանրությունը շատ ակտիվ է, ինչն է պակասում, միգուցե իշխանությունները ոչ բավարար լսում են փորձագետների կարծիքը։ Ես կարծում եմ, որ դա ռեսուրսների խնդիր կա մի կողմից, մյուս կողմից իհարկե դա արվում է այն ժամանակ, երբ որ իրավիճակը սրվում է, օրինակ անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբերին բավական սուր իրավիճակ էր եւ այն ինչ տեղի ունեցավ Արցախում, դրան նախորդում էր Ադրբեջանի կողմից, ես ասած, սպառնալիքներ եւ զորքի կուտակումներ նաև Հայաստանի սահմանին եւ այդ ժամանակ շատ ակտիվ դիվանագիտություն ծավալվեց, օրինակ հիշում եք ամեն օր Փաշինյանը տարբեր պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ էր խոսում եւ նաեւ դա էր, որ Ադրբեջանին գուցե ստիպեց ոչ թե հարձակումը իրականացնել Հայաստանի բուն Հայաստանի սահմանին, այլ Արցախում, որտեղ ռուսական այսպես կոչված խաղապահներն էին, ում հետ նրանք պայմանավորվեցին եւ ես ասած պայմանավորվածության շրջանակներում իրենց այդ էթնիկ զտումը իրականացրեցին, հա, բայց Հայաստանի բուն Հայաստանի վրա հարձակում չեղավ եւ ես կարծում եմ դա հենց դրա արտահայտությունն էր, եթե հիշում եք նաեւ Արցախի էթնիկ զտումից հետո մի քանի հայտարարություններ եղան, այդ թվում այսպես կոչված ուտեչկաներ եղան, հա, ամերիկյան եւ եվրոպական մամուլում այն մասին, որ Ադրբեջանը պատրաստում է Հայաստանի վրա հարձակում եւ որ ուրեմն ամերիկյան պետդեպը դրանից տեղյակ է եւ այլն, ու փաստորեն մասամբ դա աշխատեց, մասամբ չաշխատեց, այսինքն Արցախի հարցում չաշխատեց, որովհետեւ ինչպես ասացի, այնտեղ ռուս խաղապահներն էին, այսպես կոչված, Հայաստանի հարցում դա աշխատեց եւ այնտեղ շարունակություն չստացավ, հիմա համեմատական անդոր է։ Ես կարծում եմ, եթե լինի նորից այդպիսի սուր իրավիճակ, էլի այդ գործիքները կկիրառվեն, բայց ես կարծում եմ, որ այսօրվա իրավիճակում երևի եւ ռեսուրսները չեն բավականացնում, որտեղ միշտ չես կարող այդ նույն բարձր մակարդակը, ասենք, արևմուտքի ներգրավվածության պահել, եւ նաեւ գուցե այսօր նպատակահարմար չի համարվում, քանի որ հավանաբար գնահատվում է, որ այսօր այդպիսի իրական վտանգ չկա կամ ավելի փոքր է այդ իրական վտանգը։ Ես կարծում եմ, որ եթե ասված չտա նորից նոր էսկալացիայի վտանգ լինի, ապա այդ մեթոդը կկիրառվի, որը Ուկրաինան անում է, իհարկե դա ճիշտ է, դրա մասին բարձրաձայնելը եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելը դա ամեն դեպքում ինչ որ ճնշում է ապահովում Ադրբեջանի հանդեպ, իհարկե դա միայն դա բավարար չի, բայց դա կարող է նաեւ կարևոր գործոն լինել եւ օգնել Ադրբեջանին հետ պահել ինչ որ ագրեսիվ քայլերից։ Գալ եզրափակիչ հարցը, ինչ սպասումներ ունես մոտակա 2-3 ամիսվա ընթացքում, ինչ մարտահրավերներ կարող են լինել, կարող են ավելի վտանգավոր դառնալ Հայաստանի համար եւ ինչ լավ պոզիտիվ զարգացումներ է սպասում։ Ես ճիշտ ասած, ընդհանրապես կարծում եմ ամբողջ այս տարին եւ այդ թվում մոտակա ամիսները անցնելու են այսպիսի անորոշության մթնոլորտում, որի հիմնական պատճառը Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրություններն են եւ բոլոր կողմերը սպասում են, որ տեսնեն թե ինչ է այնտեղ կատարվում, հա, եւ բոլոր կողմերը խուսափելու են ինչ-որ վճռական քայլերից։ Այնպես որ ես կարծում եմ, որ առնվազն մոտակա ամիսները մենք կտեսնենք այն ինչ հիմա ենք տեսնում, հա, այսինքն ինչ որ քայլեր դեպի այս կողմ, ինչ որ քայլեր դեպի այն կողմ, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ կանի ինչ որ ռազմատենչ հայտարարություններ, ժամանակ առ ժամանակ կլինեն ինչ որ այդպես մինիմալ դրական ինչ որ մեսեջներ երկու կողմից։ Իհարկե խոսակցություններ կան, որ այս տարվա ընթացքում կամ նույնիսկ մինչև ամառ կստորագրվի խաղաղության պայմանագիր, դա էլ չի կարելի բացառել, բայց այս պահին ինձ դա շատ հավանական չի թվում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ մենք կտեսնենք այն միտումները, որոնք այսօր կան, ուղղակի աստիճանաբար կխորանան եւ այսպես փոքր-փոքր քանակական փոփոխություններ տեղի կունենան, որոնք հետագայում արդեն ինչ-որ որակական փոփոխությունների կհանգեցնեն, երբ որ հանգուցալուծեն ինչ-որ մեծ խնդիրներ։ Մեկը այդ մեծ խնդիրներից մեկը արդեն բազմիցս ասացինք Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրություններն են, մյուսը մերձավոր արևելքի իրավիճակն է, որովհետեւ այդ Պաղեստինի պատերազմը ինքը բոլորի վրա է ազդում եւ այդ թվում Իրան ԱՄՆ հարաբերությունների վրա,
ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն են կարևոր, իհարկե ոչ անմիջական մեր տարածաշրջանի համար, բայց ընդհանուր ամբողջ աշխարհի համար։ Հա, Եվրոպայում են կարևոր գործընթացներ, ի վերջո Ռուսաստանում ընտրություններ են, որոնք իհարկե դա ընտրությունը անվանել դժվար է, բայց ամեն դեպքում միշտ ավտորիտար եւ տոտալիտար համակարգերի համար այս ընտրությունները թեկուզ եւ կեղծված, թեկուզ եւ այսպես իմիտացիոն բնույթի դա միշտ որոշակի լարում է ենթադրում եւ որոշակի անկանխատեսելիություն է։ Դες որ մենք չգիտենք թե օրինակ Ռուսաստանում մոտակա ամիսներին ինչ կլինի, հա, արտաքինից որ նայում ես, թվում է թե այնտեղ իրավիճակը բավականին կայուն է, թեկուզ բռնաճնշումների միջոցով Պուտինի վարչակարգին հաջողվել է հասարակությունը, ես ասած, իրեն ենթարկեցնել, բայց թե դրա տակ ինչ կա, մենք չգիտենք, հա, այնպես որ ես կարծում եմ, որ որոշ անսպասելի զարգացումներ մենք կարող ենք տեսնել նաև Ռուսաստանում, դա էլ պետք չի բացառել։ Այս իրավիճակում կարծում եմ Հայաստանը պետք է զգույշ լինի, այսինքն այն ուղին, որ մենք ընտրել ենք, մենք շարունակենք գնալ այդ ուղով, բայց պետք չի շտապել, պետք չի մեր ուժերը վատնել ներքին ինչ որ, ես ասած, կռիվների վրա, պետք է ամրապնդել մեր անվտանգությունը, պետք է շարունակել աշխատել Արևմուտքի հետ, պետք է շարունակել աշխատել Իրանի հետ, Հնդկաստանի հետ, պետք է շարունակել բանակցային գործընթացը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, եւ ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի վերջում։ Դա պետք է որ լավ լինի, էլի մեր ցանկությունն է։ Իմջայլոց տեսնում ենք Հայաստանի 5-րդ շարությունը նոր փողոցային պայքարի մասին է խոսում։ Ինչպես միշտ մենք գիտենք, հես վերջերի զարգացումների, եթե վերլուծում ենք, հենց Ուկրաինայում ռուսական բանակը լուրջ խնդիրներ է ունենում, Հայաստանում ակտիվանում է 5-րդ շարությունը նաև, հա, նաև այդ ֆոնի վրա։ Հետարքիր են, չէ, իրար փոխանցումներով աշխատում։ Եթե զգում էիր, մի քանի ամիս ռուսական ռոպագանդան անընդհատ փորձում էր ինչ-որ հորինված հաղթանակներով կերակրել իր կողմնակիցներին եւ 5-րդ շարությունը նաեւ Հայաստանում դիտորդի դերում էր։ Հիմա տեսնում են, որ վիճակը վատ է, չեն հասկանում ինչ անել եւ ամեն անհասկանալի իրավիճակում երևի թե փողոցային պայքարի միջոցն է։ Հիմա իրենք առիթը կօգտագործեն սահմանադրության փոփոխությունների ելույթները, որով նաև վարկաբեկում են այն մարդկանց պայքարը, ովքեր որ լուրջ մտավախություններ ունեն, այսինքն իրենք իրենց մասնակցությամբ 5-րդ շարությունը վարկաբեկում է մնացած խաղացողների դիրքորոշումը, փորձված ռուսական ֆեյսբուքական մեթոդ է, տեսնենք իմիջիայլոց ինչ զարգացումներ կլինի, ամենակարևորը որ դու ասացիր, պետք է չվատնել ներքին ուժերը ինչ որ ավելորդ խժդժությունների վրա, մեզ միավորում է անհրաժեշտ համազգային միավորում եւ Սփյուռքի հետ ինչու՞ չէ նաև հարաբերությունների վերանայում եւ ավելի ինտենսիվիկացնում։ Ես շնորհակալ եմ, որ ժամանակ գտար քո գրաֆիկում մեր դասարանի հետ կիսվել քո մտքերը։ Շնորհակալ եմ եւ ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ։